Պարոն քաղաքապետ, կխնդրեի պարոն Արեյանը շարունակել, եթե կարելի է։ Խնդրեմ, պարոն Արեյան։ Պարոն քաղաքապետ, համաձայն տեխնիկական առաջադրանքի կատարողի կողմից իրականացվել է շատ մանրակրկիտ գույքագրում եւ ըստ էության 250 օբյեկտի համար արդյունքում կազմվել է անձնագիր, ինչպես նշեց պարոն Թևոսյանը, առաջին անգամ մենք ունենք կամրջային կառուցվածքների անձնագիր։ Անձնագիրը իր մեջ պարունակում է յուրաքանչյուր օբյեկտի բնութագիրը ոչ միայն, այլև մանրակրկիտ վերլուծություն, արկա վիճակի եւ հետագա անելիքների վերաբերյալ։ Միջինը յուրաքանչյուր օբյեկտ բնութագրվում է 30-ից 40 ցուցանիշով, շատ մանրամասն, ամենաբարդ օբյեկտները մինչև 70 ցուցանիշով, բաղադրիչով, դրանք հաղթանակ, Հրազդան գետի վրա մեծ կամուրջ, Դավիթաշենի կամուրջ, նմանատիպ օբյեկտներ։ Կատարողը ոչ միայն կազմել է յուրաքանչյուր օբյեկտի համար այսպիսի անձնագիր, որը մնայուն գործ է, 7 օրինակ մեր պատվերի համաձայն թղթային տարբերակով է ներկայացրել եւ ներկայացրել է ամբողջ աշխատանքը համաձայն տեխնիկական առաջադրանքի էլեկտրոնային տարբերակով։ Մենք պարոն Թևոսյանի հետ մանրամասն քննարկել ենք արդյունքը եւ լավագույն ցուցանիշներից մեկ այդ աշխատանքի այն է, որ սա միայն սառը գույքագրում չէ, այլ այս գույքագրման հիման վրա կատարված տեխնիկական եզրակացության արդյունքում ներկայացրել է Երևանի քաղաքապետարանին ըստ հերթականության, ռիսկայնության, օբյեկտների դասակարգումը կամրջային, որոնք ունեն հիմնանորոգման, վերանորոգման, վերակառուցման, ամրացման աշխատանքներ։ Սա թերևս ամենակարևորն էր մեզ համար, որ մենք հետագա մեր ծրագրերում հստակ պատկերացնենք, որ օբյեկտն է առաջնային ամրացման, վերակառուցման կամ քանդման ենթակա նույնիսկ, որովհետև նմանատիպ եւս 4 օբյեկտ է հայտնվել այս ցանկում։ Սա ամենակարևորագույն տարբերակն է մեզ համար հետագա մեր ռազմավարական տարեկան աշխատանքային ծրագրերը կազմելու համար։ Պարոն քաղաքապետ, քանի որ մենք խնդրել էինք ձեր հաստատած տեխնիկական առաջադրանքի իման վրա ներկայացնել էլեկտրոնային տարբերակը, որպեսզի այն չմնա քարացած ինֆորմացիա մեր վարչություններում, այլ լինի մշտապես թարմացվող, դինամիկ, օգտագործվող նյութ, տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն պարոն Մանուկյանի հետ իր աշխատավայրում նայել ենք ամբողջ հնարավորությունները եւ կատարողի հետ նախորդ ուրբաթ մեզ մոտ եղել է խորհրդակցություն, ինչպես սա տեղադրել մեր թվային Երևան հարթակում։ Ըստ էության պարոն Մանուկյանի երաշխավորությամբ եւ հավաստմամբ հնարավոր է այս ամբողջ ինֆորմացիան տեղադրել տեղատվական հարթակ մեր եւ դարձնել մշտական օգտագործելի, կիրառելի։ Երբ ես նշում էի ռիսկայնության աշճանով վերանորոգման, վերակառուցման ենթակա օբյեկտների հերթականությունը, այնտեղ կա երրորդ ռիսկայնությունը, որը ամենահեռուն է եւ այժմ դրա վերաբերյալ անհանգստություն չկա, թարմացված առաջին օբյեկտը, որը ամբողջական արդեն նոր այս ծրագրով թարմացված Կարմիր կամուրջն է։ Իր նոր բնութագրիչներով արդեն նոր կապիտալ վերականգնված աշխատանքների ցուցանիշներով։ Պարոն քաղաքապետ, սա պայմանավորվել ենք կարճ ժամկետում, որ պարոն Մանուկյան այն տեղադրի հարթակ եւ արդյունքը առաջիկայում պրեզենտացիոն ներկայացվի այստեղ։ Բավականին հաջողված աշխատանք է եղել, պարոն քաղաքապետ, պիտի խոստովանենք, որ սա առաջին անգամ է, որ Երևանի քաղաքապետարանը տիրապետում է մայրաքաղաքի վարչական տարածքում տեղակայված կամրջային օբյեկտների ամբողջ տնտեսությանը եւ անելիքներին։ Սա կարող եմ վստահաբար ասել, որ հանրապետությունում, մեր Հայաստանի Հանրապետությունում առաջի փորձն է իր արդյունքներով։ Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որտեղ նախկինում արված բոլոր փորձերը եղել են լոկալ։ Համալիր առումով սա առաջի փորձն է իր արդյունքներով եւ մենք ունենում ենք մի ոլորտ ամբողջովին արդեն հստակ պատկերով մեր առջև։ Ես պիտի խնդրեմ, որ հետագայում ունենք եւս առաջարկներ այլ ենթակառուցվածքների վերաբերյալ, պարոն քաղաքապետ, ձեզ կներկայացնեմ առանձին,
որտեղ եւս ունենք հնարավորություն նման արդյունք ունենալու եւ թվային հարթակ տեղադրելու համար։ Այս ամենի արդյունքները իհարկե շին բարեկարգում վարչության Պոլոն Թևոսյանի գլխավորությամբ շատ գրագետ եւ կասեմ երևի ամենահաջողված տեխնիկական առաջադրանքներից մեկն էր, որի հիման վրա ստացվեց այսպիսի արդյունք։ Այսքանը շնորհակալություն։ Եվ իհարկե կապալառուն շատ որակով աշխատանք էր ներկայացվել։ Շնորհակալ եմ, պարոն Արեյան։